Բարև ձեզ, դուք դիտում եք Հորիզոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակbaşնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, գրել է վարչապետը։ Ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այցելել է կենտրոնական հավաքակայան, Սուրեն Պապիկյանը ծանոթացել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել նրանց բարի եւ անվտանգ ծառայություն, ներկայացվել են զորակոչին նախորդած լայնածավալ աշխատանքները, զինակոչիկների բժշկական հետազոտության կազմակերպման ընթացքը։ Պաշտոնական Երևանը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ 57 անդամ ունեցող կազմակերպության հայտարարության մեջ ձևակերպված են Հայաստանից ադրբեջանական մի շարք պահանջներ, ներկայացնենք արտգործնախարարության հայտարարությունը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված Ստամբուլի հռչակագրում եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։ Իսլամական համագործակցության կազմակերպության պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ արևմտյան Ադրբեջան խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված կազմակերպության հիմնադրամի փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններ են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբատլուն, Զանգելանն ու Նախիջևանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան։ Ինչ վերաբերում է խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում, Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում։ Իսկ նույնօրինակ վերջին դրսևորումները մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023 թվականի աշնանը, երբ ավելի քան 115,000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը, ենթարկվելով էթնիկ զտման։ Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամաբանական խզում է առաջացնում վերջին 2 տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ Իսլամական համագործակցության կազմակերպության դիրքորոշման հետ։ Զարմանք է առաջացնում նաև Խոջալույի դեպքերի թյուր մեկնաբանությունը։ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությանը քաջ հայտնի է եւ ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։ Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը շեղվելով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների կողմից սույն թվականի մարտին եւ հաջորդի վարված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամների ուշադրությունն են հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պարտականության մասին, առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի եւ ժամկետի շուրջ, ինչպես նաեւ առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ։ Տարածաշրջանում խաղաղության հաստատման հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը, զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը, անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում, սնելով թյուր եւ վտանգավոր
խեզեր։ Հայաստանի հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է եւ հեշտությամբ ապացուցելի։ Արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձևերին միացած իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից։ Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելավոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին, իրացման ռազմավարությանը եւ միջազգային գործընկերներին, այդ թվում իսլամական համագործակցության կազմակերպությունից ակնկալվում է աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական եւ կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։ Կրթվել է նորաձև է շարժման հերթական կանգառը եղել է Շիրակի մարզի Մարալիք համայնքում, մանրամասները մեր հաջորդ տեսանյութում։ Կրթվել է նորաձև է կրթական շարժման 22-րդ կանգառը Մարալիքն էր։ Շարժման մեկնարկից ի վեր բանախոսություններին արդեն մասնակցել է 8859 մարդ, իսկ ինչպես մասնակցել կրթվել է նորաձև է շարժմանը։ Այս ձևաթուղթը մեզ համար ձեր կողմից լրացնելը շատ կարևոր է, որովհետև սրանով դուք նախ հայտարարեք, որ միանում եք շարժմանը եւ հետո մենք ունենանք ձեր հետադարձ կապը մեր մնացած միջոցառումներին կամ մնացած հնարավորությունների մասին ձեզ հետ կիսելու։ Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, իսկ սխալներից խուսափելու ճանապարհը դրանց ճանաչումն ու վերլուծությունն է։ Իսկ որտեղ գտնել այս հարցերի պատասխանները։ Մնացել ենք 5-րդ դարում խորագրով բանախոսության ընթացքում բարձրացվում են հենց այս կարևոր հարցերը, օգնելով մեզ հասկանալ անցյալի դասերը եւ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվել։ Կրթվելը նորաձև է շարժումը հենց սրա մասին է։ Ամեն ինչ սովորելու մասին է։ Մեր անցյալը առանց ամաչելու ընդունելու մասին է։ Ինքներս մեզ ուղիղ նայել սովորելու մասին է։ Շարժումը հիշեցնում է, որ կրթությունն անհրաժեշտություն չէ միայն անհատի, այլև ամբողջ պետության համար։ Երբ ամեն օր սովորելը դառնում է նորաձև, իսկ կրթվելը վարակիչ գործընթաց, ձևավորվում է կրթված հասարակություն։ Իսկ հենց կրթված հասարակությունն է ցանկացած հզոր պետության հիմնասյունը։ Ուժեղ, հպարտ, ուղիղ ողնաշարով, տոկուն, բարեկեցիկ, զարգացած, պաշտպանված, ամենակարևորը ժամանակի եւ աշխարհի հետ համընթաց քայլող, պետության արժեքը գիտակցող, այն փայփայող, միայն ու միայն զարգացնող ժողովուրդ։ Սա իմ ցանկությունն է։ Հանդիպման մասնակիցներն էլ փաստեցին կրթության կարևորության մասին։ Կրթվելը շատ կարևոր է իսկապես եւ այո, այս շարժմանը մասնակցելը նույնպես կարևոր է, որովհետեւ ինձ թվում է կրթությունը բոլոր ժամանակներում պետք է լինի առաջնահերթություն եւ եթե մենք իսկապես ուզում ենք ինչ-որ փոփոխություն իրականացնենք, փոխենք մեր շուրջ բոլորը եւ դեպի լավը տանենք եւ երկիրը եւ պետությունը եւ մեզ, միանշանակ կրթությունը շատ կարևոր զենք է ու բոլոր ժամանակներում դա այդպես է, այս պահին թերևս բոլորին այդ հնարավորությունը ընձեռված է, որ կրթվեն եւ կրթվելով փոխեն աշխարհը եւ դարձնեն այնպիսին, ինչպիսին որ իրենք են ուզում։ Հրճացին հարցեր, խոսվեցին այնպիսի արժեքների մասին, որոնց մասին ինքս էլ երբևէ հետ չէի գնացել մտովիչ եւ չէի վերարժևորել։ Միտքը, որ վարչապետը բարձրացրեց, նախ փոխիր ինքդ քեզ, որպեսզի փոխես պետությունդ, հա, փոխես երկիրդ, հենց այդտեղից է սկսվում ամեն ինչ, հենց այս կրթվելը նորաձև ֆորմատը, այս բանավեճը ինձ թվում է տանում է դեպի այդ մտքին։ Շարժումը բավականին տպավորիչ է, իրականում գաղափարը ինքնին բավականին լավն է, որովհետև կրթվելը վերաբերում է յուրաքանչյուրին, սկսած հասարակ մարդուց, վերջացրած մինչև վարչապետով, գաղափարը ողջունելի է։ Կարող են լուծվել մի շարք խնդիրներ, այսինքն այն մարդիկ, ովքեր չեն հասցրել ժամանակի ընթացքում ստանալ որևէ կրթություն, կարող են ներգրավել այս ծրագրում եւ լրացնել այն բացը, որը մնացել է տարիների ընթացքում։ Բանախոսությունների ընդմիջումներին բեմը լցվեց ժողովրդական երգերով, երաժշտությամբ եւ գունեղ բարերով։ Կրթությունը հիմնարար արժեք է հաջողությունների հասնելու ճանապարհին։ Հանդիպման հաջորդ հատվածում կրթության կարևորության, ինչպես նաև պետության եւ հայրենիքի գաղափարների մասին հանդես եկավ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իմանալ ինչպես եւ իրական Հայաստան թեմաներով իր բանախոսությունների ընթացքում։ Բանախոսությունը կոչվում է իմանալ ինչպես, բայց սա երևացող վերնագիրն է,
Բանախոսությունը ունի նաև չերևացող վերնագիր, այդ չերևացող վերնագիրը հետևյալն է. պիտի նայես եւ պիտի չտեսնես, պիտի լսես եւ պիտի չիմանաս։ Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան նաև մտքերի փոխանակման։ Զվարթ Ղազարյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։ Փոխադարձ հարվածներով Իրանն ու Իսրայելը խոսում են հրադադարի հաստատման պատրաստակամության մասին։ Ժամեր առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե երկու երկրները համաձայնել են լիարժեք եւ ամբողջական հրադադարի։ Թրամփը նաև շնորհավորել էր կողմերին տոկունության, քաջության եւ խելամտության համար, նշել, որ սկզբից Իրանը կսկսի հրադադար, այնուհետև Իսրայելը եւ այս պատերազմը կկոչվի 12-օրյա պատերազմ։ Դրանից հետո Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ հրադադարի համաձայնություն չկա, բայց Իրանը պատրաստ է դադարեցնել կրակը։ Հետո Իսրայելն էր հայտարարել, որ իրենք համաձայնել են հրադադարին, բայց խիստ կարձագանքեն, եթե խախտվի այն։ Հիշեցնենք, որ մինչ հրադադարի հաստատված ժամանակը երկու կողմն էլ հրթիռային հարվածներ են հասցրել միմյանց։ Աշխարհում իրարանցում առաջացրած հակամարտությունների ֆոնին Հաագայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, ընդ որում Եվրոատլանտյան ռազմական դաշինքում այս ընթացքում միասնական դիրքորոշում չկա շատ հարցերում, պաշտպանական ծախսերի ավելացումից սկսած մինչև Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային աջակցությունը շարունակելը։ Միաժամանակ նոր մարտահրավեր է Իրան-Իսրայել հակամարտությունը, թեև Միացյալ Նահանգների նախագահը արդեն հայտարարել է պատերազմի ավարտի մասին։ Նշենք, որ ՆԱՏՕ-ի օրակարգում առանձին քննարկում նախատեսված չէ մերձավոր հարաբերակում ընթացող զարգացումների վերաբերյալ, սակայն համենայն հավանականությամբ անդամ երկրները այդ հարցը կքննարկեն։ Ռուս-ուկրաինական ճակատում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել, անցած գիշեր ռուսական կողմը անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի Սումիի մարզին։ Տեղական իշխանությունները հայտնել են 3 զոհի մասին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ հոբ համակարգերը ոչնչացրել են անօդաչուների մեծ մասը։ Մոսկվայի մարզի նահանգապետն էլ հայտնել է անցած գիշեր ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին, ինչի հետևանքով 2 մարդ մահացել է։ Դիտեք ևս երկու տեսանյութ, մենք կհանդիպենք ժամ 15-ին։ Ամերիաբանկը դարձավ Հայաստանի առաջին բանկը, որն իր ներդրումային հաճախորդներին հնարավորություն կտա MyInvest հարթակի միջոցով ուղիղ հասանելիություն ունենալ Հայաստանի ֆոնդային բորսայի AMX Trader առևտրային համակարգին։ Նշանակալի իրադարձությունն ուղեկցվեց բորսայական ավանդական զանգի հնչեցմամբ։ Ոլորտները զարգանում են, մրցակցությունը զարգանում է, եթե առաջինը դու չանես, ինչ որ մեկ ուրիշն է անելու, դրա համար ճիշտ նախաձեռնություններ, ճիշտ պահին Ամերիաբանկի կողմից իրականացված, որը հնարավորություն է տալու Ամերիաբանկին մի քայլ առաջ գտնվել իր մրցակիցներից։ Ցանկացած կապիտալի շուկայի համար նմանատիպ զարգացումը ինքը կարելի է անվանել հեղափոխական, որովհետև ցանկացած կապիտալի շուկա ձգտում է, որ հասարակությունը ներգրաված լինի բորսաներում իրական ռեժիմով։ Եվ այսպես MyInvest-ի օգտատերերը կարող են իրենց բջջային հավելվածից ներկայացնել առքուվաճառքի հայտեր, որոնք ակնթարթորեն կարտացոլվեն AMX Trader համակարգին։ Այսօր մենք ականատես ենք լինում պատմական իրադարձության, թե մեր շուկայի համար, թե բորսայի համար, թե Ամերիաբանկի համար։ Այսօր հաճախորդները արդեն իրական ժամանակում կարող են տեսնել իրական գները բորսայի եւ իրական ժամանակում կարող են կատարել գործարքներ ավտոմատ կերպով։ MyInvest-ն Ամերիաբանկի ներդրումային հարթակն է, որը հասանելիություն է ապահովում միաժամանակ 30-ից ավելի միջազգային ֆինանսական շուկաների եւ 20,000-ից ավելի բաժնետոմսերի ու պարտատոմսերի։ Այն բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս իրականացնել բազմաթիվ գործարքներ, այդ թվում պարտատոմսերի շուկայում, ցուցաբերել մեծ ակտիվություն եւ դրանովից նպաստել բորսայի ակտիվության բարձրացմանը։ Մենք նաեւ որոշում ենք կայացրել նվազեցնել հայկական շուկայի համար մեր նվազագույն սակագները 2500 դրամից 1000 դրամ, որpիսի այսօր մեր հաճախորդները կարողանան ավելի ակտիվ, ավելի շատ ներդրումներ կատարել։ Այս նոր հնարավորությունն էապես արագացնում է գործարքների իրականացումը, նվազեցնելով մարդկային գործոնով պայմանավորված սխալների ռիսկը։ Մեր հարթակի հնարավորությունները շատ լայն են եւ մենք կարող ենք հնարավորություններ տալ ներդրումներ անել ինչպես հայկական շուկայում, այդպես էլ նաեւ միջազգային շուկայում եւ արդեն կարող ենք ասել, որ միջազգային շուկաների արագությանը հավասար
առևտուրը կիրականացվի նաև Հայաստանի ֆոնդային բորսայով։ Նոր համագործակցությունը նպաստում է նաև ներդրումային ծառայությունների որակի բարձրացմանը, որը կարևոր քայլ է դեպի լիարժեք թվայնացված միջավայր։ Նմանատիպ ինտեգրումները խթանում են կապիտալի շուկայի զարգացումը։ Շանթեր Ռուստանգերություն, Հորիզոն։